Ներս արես Սոնա ջան։ Մի քանի պայմանագրեր կան, որոնք վերնալու կարիք ունեն։ Դասավորիստեղ հետո կնայեմ, էլի։ Ոնց ես։ Նորմալ, հա։ Չեմ խանգարում։ Կարող ես սխալ պահի եկա։ Լավ Սոնա ջան, դու հիմա գնա, ես հետո կնայեմ կկանչեմ։ Կներես, չէի ուզում խանգարեի։ Արդեն խանգարեցիր։ Ինչի համար ես եկել։ Արդեն խանգարեցի, հա։ Հա, Էլիզ, արդեն խանգարեցիր։ Ինչի համար ես եկել։ Նոր ես գիտեմ, որ դու քո հարցերը կարողանում ես ինքնուրույն լուծել։ Ու ես չեմ ասում, ինչ լինում է, գնանք Արշակին ասենք։ Խնդրում եմ, ինձ սխալ մի հասկացի։ Մագդա, բայց ամեն խնդրի ժամանակ պետք չի ասել, գնանք Արշակին ասենք։ Ես դες բաներ չեմ սիրում, մի անի։ Կներես, էլ չեմ ասի։ Բայց ինչ կլինի, ես հետդ գամ։ Խոսք եմ տալիս, քեզ չեմ խանգարի, կսպասեմ։ Չէ, ու անիմաս մի երկարացրու։ Մի քիչ կքայլենք, ես քեզ կտանեմ տուն ու կգնամ իմ գործերով, լավ։ Ես չեմ հասկանում, ինչի ամեն ինչ այսքան բարդ։ Բա որ նորից քեզ չհավատան ու իրանց մոտ պահեն։ Սկսվեց Մագդա։ Դե դրա համար եմ ասում, որ հետդ գամ, այդ ժամանակ գոնե կարամ Արշակին ու Էդոյին ասեմ։ Մագդա։ Կլինի այդ անտեր զանգը մեր օրը չփչացնի։ Ես ոնց հասկանում եմ, մի հետաքրքիր բան պետք է մտածեմ, որ դու մոռանաս այդ զանգի մասին ու իմ կյանքը չուտես։ Ու ինչ ես մտածելու։ Գնանք ճանապարհին կասեմ։ Հա, բայց ուր են գնալու։ Ես ուզում եմ քո խորարարական ունակությունները հասկանամ։ Նորո արդեն իմ դուրը չի գալիս։ Նայ, անցած անգամ դու Էդոյի տանը քո ձեռքը վառեցիր, չէ՞։ Աչքս վախեցել է։ Ուզում եմ քեզ հնարավորություն տամ, հասկանամ, քո մոտ ինչ-որ բան փոխվել է, թե չէ։ Լավ, բայց գոնե կասես ուր են գնում։ Դու համբերություն չունես։ Դե ուզում եմ նախորոք իմանամ։ Նայ, ես ուզում եմ, որ մենք մեր հաշտության օրը նշենք։ Բայց չեմ ուզում գնանք կաֆե, նստենք, ինչ-որ նմանատիպ ինչ-որ մի բան։ Դու էիր ասում, չէ՞, որ նորոտ աղա հետաքրքիր բաներ քիչ ես մտածում։ Փորձում եմ։ Հա դե ճիշտ է, հիշում ես մի անգամ ինձ հետդ վերանորոգման տարար, այդ իրոք շատ հետաքրքիր էր։ Նմանատիպ ինչ-որ մի բան է։ Գնացինք։ Մի տեսակ ես Թամարտատ։ Հենց նոր բաբկենից տեսա խոսեցի հետը։ Հետո Չգիտեմ ինչ-որ ապացույցների մասին էր խոսում Արշակի դեմ։ Ասեց, որ ձեռքի տակ շատ կարևոր բաներ ունի։ Ինչ արեցի չասեց ինչի մասին է խոսքը։ Նենց անհանգիստ եմ Հասմիկ։ այսինքն Թամարտատ։ Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում։ Ինչա մտքին։ Ախր հանկարծ բավարն նենց բան անի իրան վնասի երեխեքիս էլ հետը։ Ինչ ենք անելու։ Եթե նենց բան պետք է անի, որ երեխեքիս վնասա, ավելի լավ այս պատմությանը վերջ դնենք։ Այսինքն վերջ դնենք Թամարտատ։ Այսինքն Մագդան գադառնա քո հարսը, հա։ Արշակն էլ Ալինային հայրություն անի, տենց ես ուզում։
Ես քո մոտ չի եկել։ Եկել էի նորոյին տեսնեի, մտածեցի այստեղա խոսալու բանում եմ։ Չէ, այստեղ չի, դեռ չի եկել։ Էլիս դրսում սպասի կամ զանգի տեսուրա գնա։ Էդ ինչ ես քեզ սենց պահում։ Ոնց որ օտար մարդիկ լինենք։ Հա, տենցա որ կա, օտար մարդիկ ենք։ Ես քեզ այսքան ժամանակ չեմ ճանաչել։ Էդ ես քեզ չեմ ճանաչել։ Դու ինձ խաբել ես։ Խաբել ես, որ ասել ես քո համար ամենակարևորը ես եմ։ Խաբել ես, որ ասել ես սիրում ես։ Սիրող մարդը այսօր սենց հեշտ ուրիշ ինչեր գրկի։ Լավ էլիս թող քո ասածով լինի։ Ես հիմա ոչ ուզում եմ վիճեմ, ոչ էլ ինչ-որ բան ունեմ քեզ համոզելու։ Իսկ ինչ վերաբերվում է իմ սիրել-չսիրելուն, այդ մեր մեջ վաղուց արդեն փակված թեմա է։ Ես հիմա ում ուզեմ, ոնց ուզեմ, որտեղ ինչքան ուզեմ կգրկեմ, պարզ է։ Իսկ եթե ես էլ քո նման սկսեմ մտածել։ Այս արդեն հարցնում ես, հա։ Քեզնից չի էլիս, որ ինչ-որ բան պլանավորելուց առաջ ինձ ես հարցնում։ Քեզ չի սազում։ Ոնց որ դիմացս չգիտեմ ով կանգնած լինի։ Սովորեիր, հա, որ պիտի անընդհատ հետևից տնգած մանգամ։ Ով նորը շատ վատ միտք էր։ Լավ գոնե արի ուրիշ բան սարքենք էլի։ Մագդա աղջիկ, ես քաղցրի սիրահար եմ։ Հիմա դու ամեն ինչ պետք է անես, որ ինձ զարմացնես։ Որովհետև եթե քո մոտ ոչ մի բան չստացվեց, եւ որ գաս ձեռքս ուզելու, ասելու եմ, չէ։ Նորը ձեռ ես առնում։ Ինչ ես սենց կանգնել, գոնե մի բան արա։ Ինչա պետք անեմ, ասա անեմ։ Գնա ալուրը բեր։ Գնա բեր հենա։ Մագդա, ինչ ես անում։ Մի քիչ էլ անեմ։ Ինչ ես անում, ես բաժին պետք է գնամ, աշխատանքի պետք է գնամ, Մագդա։ Հա բա ինչ ես ուզում, բերել ես ինձտեղ տանջում ես։ Այդքան տորթ էիր ուզում, գնայինք ուտեինք ուրիշտեղ։ Հիմա որ ուզեմ, չէ՞։ Այս ամբողջը կլստեմ ես քո խուճուճ մազերի մեջ։ Բայց չեմ անի, գիտես ինչի։ Որովհետև շատ պրիմիտիվ է։ Դու գոնե միրգ կտրել գիտես։ Իհարկե։ Դե կտրի։ Եվ արագ մի քիչ արա։ Ես ասեցի կտրի, չասեցի կեր։ Ոնց որ այն վատ շեֆ խոհարարներից լինես, գիտես։ Այն որ բաս իրանից ոչ մեկին ուրիշ բան չի թույլ ատրվում։ Սկում եմ, հեսա շատ վատ է լինելու։ Նայ, Մագդա աղջիկ, եթե վատ եղավ, կգնաս քեզ նոր փեսացու կգտնես, պարզա։ Լավ փոշմանեցի։ Արդեն զգում եմ, որ շատ լավ է լինելու։ Դու լավ գիտես, ես քեզ երբեք փոխարինող չեմ գտնի։ Գիտես քո մեջ ամենաշատը ինչն եմ սիրում։ Ինչը։ Քո աչքերի պարզությունը։ Ու։ Ու եթե մի քիչ էլ շարունակենք, կարող է ես էլ չկարողանամ ինձ տիրապետել։ Լավ նորո։ Վերջ, արդեն պետքա թխենք։ Ուրեմն դու քո նորոյի աչքերի մեջ վախենում ես երկար նայես, հա։ Չէ, ոչ թե վախենում եմ, այլ որ քեզ երկար եմ նայում, դրանից ոնց որ քեզ ավելի շատ եմ սիրահարվում։ Հիմա լավ, դու ինձ ուրիշ բան ասա։
Մենք այս տորթը սարքում ենք նրա համար, որ նշենք մեր հաշտությունը, չէ՞։ Ասա որ լավ բան եմ մտածել։ Մի տեսակ քեզ ընդհանրապես նման չես։ Ես ուղղակի ամեն ինչ անում եմ, որ մենք լավ հիշողություններ ունենանք, հասկանում ես։ Հասնենք գործի։ Մի վարքյան։ Չէ, ես թույլ չեմ տա, որ այդպիսի բան լինի, Հասմիկ ջան։ Դե ուրեմն հիմա պետքա մենք գոնե ուրախանանք, որ Բաբկենը Արշակի դեմ ինչ-որ բան ունի։ Ես վախենում եմ։ Եթե պարզվի, որ Էլիզի կասկածները իրականում ճիշտ են, հաստատ արյունա թափվելու։ Թամարտատ մենք չենք թողնի, որ բանը դրան հասնի։ Ախր մենք դրա ժամանակը չենք էլ ունենա, որ արգել ենք։ Ախր այդ Արշակը ինչ ա ուզում մեզ։ Ինչի՞ չի թողում իր քրոջ հետ գնա իր ամերիկաները հետ երեխուն էլ վերցնի ու գնա։ Մագդան երբեք Նորոյին հանգիստ չի թողելու Թամարտատ։ Արշակն էլ երևի այդ մտերմությամբ ուզում անենցանի, որ իր խիղճը հանգիստ լինի։ Երբ որ մարդ մեղք է գործած լինում, ինչ էլ անի, չի թեթևացնի հոգին։ Դե նայած մարդ Թամարտատ։ Էդո, Վերջ Էլիս, վերջ։ Էդոնը չի ընկնելու հետևիցդ։ Չի խնդրելու, որ դու սխալ քայլեր չանես։ Քեզ ճիշտ ու սխալ չի բացատրելու, դու էլ դրանից քեզ ված չես զգալու։ Լավ չի։ Դու ինձ տենց էլ չհասկացար։ Դու իմ ցավը տենց էլ չկիսեցիր, չկարեցա գլուխս հանգիստ դնեմ ու սիտ ու լացեմ։ Իմ խնդիրների մասին պատմեմ հետ։ Դու ինձ ամենադժվար պահին մենակ թողեցիր։ Էլիս ես քո ցավը միշտ էլ հասկացել եմ։ Ես քո ամեն ինչն եմ հասկացել։ Բայց ես որպես սիրող տղա ուզել եմ ամեն ինչ անեմ, որ դու սխալ քայլեր չանես, որ քո մեջի ատելությունը չշատանա։ Էլիս ես ընդունել եմ, որ դու Արշակին չես սիրում։ Ընդունել եմ, մտել եմ քո դրության մեջ, բայց այն որ դու այդ մարդկանց դժբախտությունն ես ուզում ու դրա համար պատրաստ ես ամեն ինչի, այդ չափից շատ է։ Ես տարիներով քո համար պայքարել եմ, Էլիս, տարիներով։ Օտարության մեջ քո մասին մտածելով եմ քնելու զարդը տարիներ շարունակ։ Ու դու իմ աչքերի մեջ նայելով ասում ես, որ Մագդան իմ համար ավելի կարևոր է, որ ես Մագդայի մասին ավելի շատ եմ մտածում, բայց չես հասկանում, որ դու իմ համար ամեն ինչից ավելի վեր ես եղել։ Ու եթե ես քեզ մի բան արգելել եմ կամ փորձել եմ մեջդ փոխել, այդ չսիրելուց չի եղել, այդ շատ սիրելուց է եղել։ Ինչ անեմ։ Նորոյի նման ընդունեմ թշնամիներիս, հա? Ընդունեմ, որ երջանիկ լինեմ, Էդո։ Եթե քո կողքը լինելու համար ես այդ գինը պիտի վճարեմ, ուրեմն ճիշտ էր մեր բաժանումը։ Ես իմանալու եմ մամայիս ինչ ա եղել։ Ու եթե Արշակը մեղավոր է, ինքը պատասխան է տալու։ Դե գնաց տեղից ուրեմն։ Գնա ու էլ աշխատի երբեք է սենյակի դուռը չբացես։ Ես քո համար չէի եկել։ Ահա, դե գնա։ Կարող է այսօր ծնունդս է, ուղղակի ես չգիտեմ։ Չէ, բայց ասեմ ոչ պակաս կարևոր առիթ է։
Ու ինչ առիթ է։ Հայ, Մագդա, դու ես ինչ արեցիր իմ հետ։ Ես չեմ կարող հասկանամ, այդ ռոմանտիկ մտքերը որտեղից է գալիս մտնում իմ ուղեղի մեջ։ Կարգին տղա ես ինչ սարքեցիր ինձ, հա։ Այդքան մի նեղվի, ռոմանտիկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, դու դրանից արի մի ամաչի։ Կուզես ես ասեմ, թե մենք ինչի պետք է այսօր մոմ փչենք։ Ասա։ Ես վստահ եմ, ինչ որ ես պետք է ասա, հիմա դու ես ասել։ Դե ես գիտեմ, որ եթե մարդիկ մոմ են փչում, ուրեմն երազանք են պահում։ Ու ես ուզում եմ մենք այսօր չամաչենք մեր երազանքից ու այդ բարձրաձայնենք։ Ես ուզում եմ, որ մենք միշտ միասին լինենք, որովհետև ես առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Ես էլ առանց քեզ։ Բայց ինձ թվում է, միջև այս տորթը կտրելը ճիշտ կլինի, որ շտապ օգնություն զանգենք։ Դու որ ամեն ինչ չփչացնես չի լինի։ Փչենք։ Լավ, նորո, արի նկարվենք։ Այսօր ոչ մի նկար չունենք։ Բայց ով է ասում, որ չունենք։ Ես ավելին ասեմ, վիդեոներ ունեմ, ես ոնց կարայի քեզ չֆիքսեի, տանջվելուց տեղ, այդ ամեն ինչը ես ունեմ, իմ մոտ է։ Նորո, ես քեզ կսպանեմ։ Հա, պապ, Վալես, ոնց ես։ նորմալ, դու։ Լավ, նորմալ։ Ըս լացում ես, թե ինձ է թվում։ Էլից։ Պապ, կլինի հետո խոսենք։ Մինչև չասես ինչ ա եղել, չեմ անջատելու, էլիս։ Ոչ մի բան։ Ուղղակի տրամադրություն չունեմ։ Էլիս չլինի այդ տղայի հետ է կապված։ Չլինի գնացել հանդիպել ես ու նեղացրել ա քեզ։ Ասա ինձ։ Չէ, պապ, չէ։ Լավ, հասկանում եմ քեզ, էլիս։ Հենց զգաց, որ տրամադրություն ունես ու կարող ես խոսած զանգի։ Ես միշտ քո կողքն եմ, էլիս։ Միշտ։ Մագդա, հիմա գնամ բաժին, հետո գործի, հետո կզանգեմ, լավ։ Բարև ձեզ։ Տադ ջան, ես դուրս եմ գալիս։ Ռոբը ինձ է սպասում։ Մի քիչ կքայլենք ու կգամ, հա։ Ալինա ջան, դեղերդ խմել ես, չէ՞ բալես։ Տադ, հա, հանգիստ եղիր։ Այդ առումով ես ուշադիր եմ։ Չեմ ուզում էլի վատանամ ու հիվանդանոց ընկնեմ։ Դե ուրեմն շուտ կգաս բալես։ Լավ, տադ ջան։ Մագդա տաքսիդ հասել է։ Նորո չես ուզում ծանոթացնես ընկերոդ հետ։ Չէ, Ես Բաբկենն եմ, Նորոյի հայրը։ Ես Մագդան եմ։ սպասի, հեսա կգամ կխոսենք։ Ռոբ, Լավ այկար, Ռոբ ջան, հենց զանգել ես մի անգամից իջել եմ։ սուտ ես խոսում։ Վայ Ռոբ։ Դու ավելի լավ ասա ինչի համար ես կանչել, ինչ լավ միտք ունես։ Դե իմ առաջարկը ուժի մեջ է։ Արևին վերցնում ենք, ինչ որ միտեղ գնանք։ Հա,
Դե հա Ալին, համ ես մի քիչ կծրվեմ, համ էլ դու։ Համ էլ այդ երեխուն խոսք ենք տվել։ Լավ, սպասիր զանգեմ։ Ալո, Արև, ոնց ես։ լավ եմ Ալին, դու ոնց ես։ Լավ, ապրես։ Լսի հիշում ես, որ ես դու մեկ էլ Ռոբը ուզում էինք միտեղ գնայինք երեքով, որ դու էլ ասացիր մնա հետո։ Հա, հիշում եմ։ Ասում եմ կարող է հարցնես պապայիդ հիմա գանք քո հետևից տեղ գնանք երեքով։ Ալին, կարող է հեռախոսը տան պապային դու ասես։ Չէ, դե ինչի արև վախենում ես։ Ամոթ հայ էլի դու ասա։ Բալես ինչ ա եղել։ Ալո։ Ինչ եղավ Ալին։ Ալո, բարև ձեզ, ոնց եք։ Բարև Ալինա ջան։ Լավ, շնորհակալ եմ, դու ոնց ես բալես։ Լավ, մերսի։ Իրականում ես ու իմ ընկեր Ռոբը ուզում էինք լավ ժամանակ անցկացնենք ու շատ ենք ուզում, որ Արևն էլ մեր հետ գա։ Կլինի, կթողնեք։ Իսկ ձեր հետ մեծ կա Ալինա։ Դե ես ու Ռոբը արդեն ինչքան ժամանակա մենակ ենք դուրս գալիս։ Հա, բայց Արևը դեռ փոքր է մենակ դուրս գալու համար։ Մենք դե կնայենք Արևին ու խոստանում եմ շատ երկար դուրսը չենք մնա։ Ուրեմն եկեք սենց պայմանավորվենք։ Դուք ինձ ասում եք որտեղ եք, ես Արևի հետ գալիս եմ ու ձեզ տանում եմ իմ իմացած սրճարանը։ Դե մենք դեռ մեր բակում ենք։ Լավ, ուրեմն սպասեք մինչև գանք։ Վայ Արև, սպանելու եմ քեզ։ Ինչ եղավ Ալին։ Արևի պապան գալիս է մեր հետևից։ Ինչի մենք չենք կարա գնանք Արևին վերցնենք։ Դե ուզում է իր իմացած սրճարան տանի մեզ։ Պաստորեն Արշակի քուրը ինքն էր, հա։ Ուրեմն սրանից հետո ինձ որ տենաս ինչ որտեղ չմոտենաս։ Ու առհասարակ ոչ մեկի մոտ որպես հեր ինձ չներկայանաս, պարզա։ Ես իմ երեխու կողքով անտարբեր չեմ կարող անցնել։ Հեսա կհուզվեմ, գիտես։ Նորո, մենք շատ լուրջ խոսալու բան ունենք։ Մենք իրար հետ ոչ մի բան էլ չունենք քննարկելու կամ խոսալու։ Ունենք։ Էն էլ ոնց ունենք։ Ու հիմա ես չեմ եկել, որ քեզ համոզեմ ինձ ներես կամ իմ հետ ընդհանուր հարաբերություն ունենաս։ Հիմա ինձ ամենաշատը անհանգստացնում է այս աղջկա ներկայությունը քո կյանքում։ Չէ, դու լուրջ մտածում ես, որ ես քո հետ հիմա կանգնելու եմ ու իմ անձնական կյանքը քննարկեմ, հա։ Դու հիմա նենց սխալ ես անում, որի համար շուտով փոշմանելու ես։ Նորից եմ ասում, հեռու մնա, Արշակից էլ, Արշակի ընտանիքից էլ ու իր քրոջից էլ։ Ես քեզ ասում, դու իմ կյանքում չկաս։ Գոյություն չունես, դու հիմա կանգնել ես դուրս դեմքով ինձ ասում ես, ես ինչ անեմ կամ ինչ չանեմ, հա։ Ինձ ապրել ես սովորացնում։ Քո համար եմ ասում, տղա ջան։ Ես լուրջ չեմ կարող պատկերացնել, որ իմ տղեն կարա ոչ սկզբունքային մարդ լինի։ Դու լուրջ պատրաստվում ես տունդ քանդողի հետ բարեկամանալ, հա։ Այդքան ես քեզ գնահատում։ Դու ով ես, որ ինձ ինչ-որ բան ես ասում, հա։ Դու ինձ ընդհանրապես ճանաչում ես, գիտես ես ոնց եմ ապրել մեծացել, իմ բնավորությունը գիտես, որ ինձ ինչ-որ բան ես բացատրում։ Գոնե գնա մյուս երեխեքիդ համար երեխի, հասցրու գոնե իրանց հերություն անես, որ քեզ ճանաչեն, սիրեն։ Իմ մոտ քո խաղերը չի անցնելու, հասկացի։ Նե հասակ երեխեք ջան։ Դե տեղավորվեք։ Հիմա դուք մեր հետ եք մնալու։ Դե չէ, ես ձեզ հիմա նորմալ կտեղավորեմ, կզգուշացնեմ, որ ուշադիր լինեն ու կգնամ։
Բայց հենց ավարտեք կզանգեք ինձ։ Ինձ մի քիչ արևիկ տարիքին եմ զգում։ Դե լավ, չէ, այդքան էլ մեծ չեք։ Ռոբը ուղղակի միշտ դժգոհ է, էլի պետքա մի բան ասի, որ հանգստանա, ոչինչ։ Ալինա, հեսա պապան գնալու է, Ռոբը սկսելու է կռիվ անել։ Չէ, երեխեք ջան, ինչ կռիվ։ Եկել եք, որ լավ ժամանակ չի անցկացնեք, ոչ մի վիճել։ Դե լավ, վերջ, գնացեք։ Դե, տեղավորվեք։ Ինձ թվաց մենք անցած անգամ խոսակցություն ունեցանք մորդ մահվան հետ կապված ու դա քո վրա պետքա որ ազդած լիներ նորը։ Ես քեզ քանի անգամ ասեմ, որ այդ թեման իմ մոտ չբացես, հե? Ու հանկարծ նես չլինի, որ ես իմանամ Էլիզի գլուխը տես մտքերով ես լցնում։ Էլիզի գլուխը լցնելու կարիք չկա։ Ինքը մեծ աղջիկ է, ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Ու հետո ես իմ աղջկան երբեք չեմ քաշի նման պատմությունների մեջ։ Նորո, ես տղա ունեմ, ու մենք պիտի միասին խոսենք։ Հիմա ուշադրից լսի ես ինչ եմ ասում։ Միջև Արշակի անունը տալը, Արշակի մասին խոսալը։ Հասկացի դու այդ կյանքով ապրել ես, իրավունք ունես ինչ-որ մեկի սխալը մատնացույց անես, թե չէ։ Քեզ ասեմ, որ չունես, որ մի քիչ ուշադիր հայլու մեջ նայես, կհասկանաս, որ կեղտի մեջ թաղված ես, ու արդեն սկսել ես ճերևալ։ Հասկացի։ Քո խոսքը իմ մոտ ընդհանրապես արժեք չունի։ Մի փորձի անիմաստ էներգիատ մի ծախսի, քո մոտ ոչ մի բան չի ստացվելու։ Հասկանում եմ։ Ես իմ բոլոր ասածները կապացուցեմ։ Հա ես նորմալ ծնող չեմ եղել, ոչ էլ լավ հայր եմ եղել։ Բայց Փառք Աստծո ձեռքերս արյունոտ չեն։ Իսկ այ Արշակին է։ Սուս մնա ասում եմ, սուս մնա։ Ես հիմա էլ ոչ մի բան չեմ ասելու նրա։ Հավատա, շատ շուտով կգա այդ օրը, ու ես կապացուցեմ, որ այդ Արշակի մատը խառն է մորդ մահվան մեջ։ Արշակին շատ քիչ մնաց տղես։ Շատ քիչ։ Ու տենց որ նորն իմացավ մեր դասից փախնելու մասին, արև երկուսից էլ պատժեց։ Ու հիմա դրանից հետո մենք ռիսկ չենք անում նույնիսկ դասից փախնելու մասին մտածել։ Ես պատկերացնում եմ նորոն ինչքան էր ջղայնացել։ Արև ջան, շատ։ Պատկերացնում ես մի շաբաթ չթողեց Ալինայի հետ շփվեի։ Դե մտածում էր ես եմ իր քրոջ ուղեղը կերել, բայց դե այսօր չէի կանգնելու ասեի գիտես ինչ կա նոր ջան։ Քո քուրն է իմ ուղեղը կերել, ոչ թե ես իրա։ Արև, բայց նորը ինչ ասես, հա։ Չէ, չեմ ասի, բայց դուք ինչ լավ ընկերներ եք, ձեր հետ շատ հավես է։ Արև, իսկ դու քույր կամ եղբայր ունես։ Ռոբ, ես քեզ ասել էի։ Չէ, չունեմ, բայց շատ կուզեի։ Նորոն էլ Էդոն էլ ինձ ասում են, որ իրանք իմ աղբերներն են։ Ճիշտ է, ես շատ եմ ուրախանում, բայց հո գիտեմ, որ այդ ճիշտ չի։ Նորոն ավելի շատ Ալինայի աղբերն է։ Էլիզ ինչ ա եղել։ Հասմիկ, ես Էդոին վերջնականապես կորցրեցի։ Հանդիպել եք։ Հա։ Գնացել էի օֆիս, որ Նորոյի հետ խոսայի։ Ու գիտես ինչ տեսա։ Ինչ։ Ես իմում էր գրկել։ Ինչ։ Հա։ Իրանց աշխատողներից մեկն էր։ Ինձ տեսավ, իրար խառնված թղթերը թողեց սեղանին գնաց։ Հետո էլ ասում է, որ իմ գործը չի։ Որ ում երբ ուզի ոնց ուզի կգրկի, պատկերացնում ես։ Մի րոպե Էլիզ։ Ինձ թվում է դու ինչ-որ բան սխալ ես տեսել կամ շփոթել ես։ Հասիկո ասում եմ տեսել եմ։
Էլիզ, ես չեմ հավատում, որ քեզ Էդոն կարար սենց շուտ մոռանար։ Փաստորեն մոռացավ։ Մի խոսքով վերջ ասո։ Հիմա ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի ախպերս։ Ամեն ինչ լավ էր։ Ես ու Մագդան հանդիպեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք, հետո ամեն ինչ խառնվեց իրար, ոնց կլիներ։ Արա աղբորպես չասես, որ վիճել եք։ Չէ։ Ուրիշ բան է։ Բա ինչ ա եղել, ասա։ Բաժնից եմ գալիս։ Այդ Գևորգյան էլի ընկել է հետևիցս։ Ինչ ա ասում, որ Ինչ պետք է ասի, ասում է գործի միակ կասկածյալը ես եմ։ Ու ամեն ինչ անում եմ, որ իմ դեմ ապացույց գտնել, ու որ գտնե վիճակը շատ վատ է լինելու։ հա դե թող գտնեն։ Ինչ կարան գտնեն, որ Չգիտեմ։ Դու ասա ինչ կա։ Հեչ, ոչ մի բան։ Այսօր ուղղակի վերջնականը հասկացա, Որ ինչ։ Հեչ լավ, մոռացի։ Լավ էլի այդ ջան, մի բան որ ասում ես, միջը վերջ ասա, էլի կլինի։ Էլիզն էր եկել։ Ինչի համար։ Քեզ էր ման գալիս։ Մտածում էր ստեղ ես։ Վիճեցիք։ Չէ։ Ուղղակի հասկացանք, որ մեր բաժանվելը ամենաճիշտ որոշումն էր։ Այդքան բան։ Ոնց ես։ Լավ եմ։ Բուժքույրն ասեց, որ վիճակս արդեն լավ է։ Ու եթե այսօր էլ ցավեր չունենամ, վաղը դուրս կգրեն։ Շատ լավ է։ Հույս ունեմ, որ կսպասես, որ գամ հետևիցդ ու չես փախնի։ Չէ, Արշակ, ես էլ քեզ հետ լիքը խոսելու բան ունեմ։ Շատ։ Այդ շատ լավ է, որ տենց ես տրամադրված։ Կխոսենք, Արշակ։ Անպայման կխոսենք։ Էլիզ, Հաս հետո կխոսենք էլի, տրամադրություն չունեմ։ հա բայց չես ասում նորմալ հասկանամ ինչ ա եղել։ Ինչ ասեմ հաս։ Գնացի Էդոին տեսա։ Իմ դիմաց Էդոն էր կանգնած, բայց ոնց որ օտար մարդ լիներ։ Ես իրեն չէի ճանաչում։ Հաս, այնքան օտար էր ամեն ինչ։ Ես քեզ խնդրում եմ, դու խոսք տուր, որ իմ կողքը կլինես։ Խոսք տուր, որ ինձ մենակ չես թողնի, հաս։ Խոստացի, որ ամեն ինչ կանես, որ Մագդան պատասխան տա այն ամեն ինչի համար, ինչ արել է։ Ու հայտնվի այն վիճակում, որ հիմա մենք ենք։ Խոստանում եմ, Էլիզ։ Դու գիտես, որ ես երազում եմ դրա մասին։ Արև, եթե իմանայիր, որ քույր կամ եղբայր ունես, ինչ կանեիր։ Ռոբես ինչ հարցեր ես տալիս։ Դե կուրախանայի, բայց այդ անհնար է։ Քարա սխալը սենց։ Ռոբ ինչն է սխալ։
Ռոբին չի եղել։ Այս վերջերս Ռոբիրան շատ տարօրինակ է պահում արև։ Բայց ես էլ չեմ հասկանում ինչ ա եղել։ Արև, դու Ալինայի շատ ես սիրում։ Հա, ես շատ եմ սիրում Ալինային։ Ռոբ, չես զգում, որ քեզ շատ տարօրինակ ես պահում։ Ինձ թվում է դու ինչ-որ բան ես ուզում ասել, բայց չգիտես ոնց ասես, հա։ Հա, ճիշտ ես։ Ինչ-որ բան ունեմ ասելու ու դուք անպայման պետք է իմանաք։ Այս վիճակը սխալ է։